արժանահիշատակ երաժիշտ Մանդակունին գրել էր Երևան երգը։ Որ երգն է մի քիչ Երևան իմ սրտի օթևան շատ սիրելի երգ էր։ Եվ պատահեց այնպես որ Մանդակունին գնաց արտասահման եւ Ստեփան Պողոսյանը կանչեց Անդրանիկին եւ իր տեղակալ ինչպես նրան Վալիկ Սիմոնյանին ասելով որ եթե այդ երգը հանկարծ հիշեք ասածս հանկարծ եթե չհիշեք եւ ռադիոյով հնչել տակ ձեր ամբողջ կազմը կհեռացեմ ռադիոից լավ Բայց լավ երգեր ինչի Պողոսյանը որովհետեւ Մանդակունին գնաց Հայաստանից իրեն համարում էին դավաճան արգելված էր նրա ստեղծած երգը բայց ափսոս այդ երգը երկար ժամանակ չհնչեց բայց արիտես օրերից մի օր պատվերով հավերքի ժամանակ այդ երգը հնչում է Կիրակի օրով հիշում եք ժամը 6-ին ամեն Կիրակի ուրեմն հնչում է այդ երգը եւ այդ երգը վերջին երգն էր ռադիոյում աշխատում էր նաեւ մի այլ մարդ Հարություն Բարիկյան նա լսում է այդ երգը եւ հաջորդ օրը անմիջապես գալիս է Ստեփան Պողոսյանի մոտ ասելով որ գիտեք երգը հնչեց Ստեփան Պողոսյանը առանց վարքյան կորցնելու Անդրանիկին կանչում է սենյակի տեղակալից հետ իջít ներքև Անդրանիկը չգիտի ինչու՞մն է բանը ինչու՞մ են ասում է գիտեք Անդրանիկ երեք հնչել է այդ երգը եղբայրս ասում է չի կարող պատահել մենք հանել ենք այդ երգը ասում է լսողներ են եղել ասում է ով է դա Ստեփան Պողոսյան լռում է ասում է չեմ ասի անունը շատ լավ հիմա ասում է գնացեք վերև լավ մտածեք մինչև վերև գնալը եղբայրս ասում է Վալիկ շուտ գնա ձայնադարան եւ գործը տես այսինքն ժապավենը գտրի բարեբախտաբար երգը վերջին երգն է ժապավենը գտրում է բայց ժապավենը պահում է գրպանում Վալիկը չի գցում երեկոյան ժամը 4:20 պակաս հարգելի մեր Ստեփան Պողոսյանը դուրը բացում է այսքան եւ ասում է Անդրանիկ մալադեց այսինքն գնացել է կերպով դրթել էր որպեսզի երգերը վերացնեն գնացել է ձայնադարան ստուգել տեսել է որ չկա լսել է տեսնում է չկա ժապավենը դրա համար ասում է մալադեց եղբայրս այս պատմությունը իհարկե իր ձայնագրությունների մեջ ներառեց որտեղ ինքը ուներ երկու մեծ հաղորդում մարդկային մեծ ձայներ եւ ծիրկաթին յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 12:30 ծիրկաթինը հաղորդվում էր ռադիոյով եւ իհարկե բոլորս լսում էինք ես այդ ժամանակ արդեն աշխատում էի եւ դասամիջոցին միշտ գալիս էի ռադիոյի մոտ եւ լսում էի ծիրկաթինը օրերից մի օր իմ ուսմասվարն ասում է Չալուշյան դասը սկսվել է ես ձերքս բարձրացում ասում եղբորս եմ լսում հա ասում է կարելի է ես էլ լսեմ ասում բայ իհարկե եւ այդ օրվանից յուրաքանչյուր չորեքշաբթի օր ժամ 12:30-ին երբ որ ծիրկաթիններ հաղորդվում մեր բոլոր ուսուցչական կազմը 20 րոպե դասի չեր մտնում եւ լսում էինք բոլորս այդ հաղորդումը Շրաշալի պատմություններ գիտեք շատ հետաքրքիր բաներ եւ իհարկե մարդկային մեծ ձայները դրանք շատ քիչ հաղորդվեցին ինքը չհասցրեց բայց ամբողջ տպագրությունները մենք տանը ունենք շատ բարձր շատ մեծ եւ հայտնի մարդկանցից մեկը Անդրանիկին առաջարկեց ասում է Անդրանիկ եթե դու այս բոլորը դնես որպես հաղորդում որպես ասենք թե հրատարակես գիրք դոկտորականը կպաշտպանես Անդրանիկն ասում է ես արդեն դոկտոր եմ ինչպես ասում է շոուրտին ճանաչում է բավական է դա ինձ գիտեք ինքը մեծամտական մարդ չէր համեստ մարդ էր ինքը հատուկ ամբիցիաներ չի ունեցել չէ ինքը շատ համեստ տղա էր եւ նման բաներին ինքը նայում էր որպես սովորական երևույթ
Դա ամեն մարդը կարող է անել։ Այսպես։ Հրաշալի Տիկին Վարդուհի, այս մասը ընդհանրապես չէինք նախատեսել, չէինք պլանավորել, բայց ստացվեց, որ հետաքրքիր պատմությունների շարան ունեցանք։ Տիկին Վարդուհի, Լիբանանում մեծանալով դուք փախլավայի մասին ասացիք, պարզ է, որ խոհանոցում դուք պետք է որ թագուհի լինեք, եփելը, թխելը, ստեղծելը, խոհանոցում ստեղծագործելը պետք է ձեր կարևոր առանցքային ուղղություններից լինի, դրա մասին ասեք։ Այսօր պատրաստում եք թե շերեփտվել եք արդեն հասմիկ։ Մինչև այսօր Եվ հետո երևի կշարունակվի խոհանոցը իմ տեղն է։ Խոհանոցում ես ամեն ինչ անում եմ, որպեսզի լինի տեղը տեղին եւ ուտելիքները շատ համով ինչքան կարելի է անել, եւ ես դա սիրում եմ, ես խոհանոցը սիրում եմ ընդհանրապես։ Շատ եմ սիրում։ Եվ միշտ մտածում եմ, սյուրպրիզ լինի, չեմ ասում Հասմիկ ջան, այսօր ինչ պատրաստեմ։ Ուղղակի պատրաստում եմ, հետո դնում եմ սեղան եւ մենք ճաշակում ենք։ Ուրեմն, հիշելով այդ հիշողության սրճարանը, ես գիտեք, սիրով եմ գնում։ Իմ ամենասիրելի վայրը հիմա կարելի ասել սրճարանն է։ Ամբողջ շաբաթը ես տրոփ սպասում եմ, որ պետք է չորեքշաբթի օրը գա եւ ես պետք է գնամ այնտեղ։ Ձերք եմ բերել շատ լավ ընկերուներ, անչափ լավ միջավայր է։ Գիտեք, ես բոլորին շատ սիրում եմ։ Անկախ նրանից մարդը կարևոր չի, որ արյունակից լինի, բարեկամ լինի։ Եթե լավ մարդ ես գտնում, ուրեմն սիրում ես։ Եվ հիմա ես այնտեղ այնքան լավ մարդ եմ գտել։ Իմ կյանքի վերջալույսին ես գտա այդ շրջապատը, շնորհիվ իմ Հասմիկի շատ շնորհակալ եմ իրեն։ Գիտեք, ամբողջ մեկ շաբաթվա համար դա հոգևոր սնունդ է ինձ համար։ Շատ բան սովորում եմ այնտեղ, բնականաբար, որտեղ խաղեր կան, հարցուպատասխան եւ այլն։ Եվ իհարկե, չափազանց մեծ գործ են անում Մարիամը եւ Արտաշեսը, շատ սիրելի մարդիկ են։ Գիտեք, այնքան ջանք եւ երանգ են դնում իրենք, որպեսզի յուրաքանչյուրիս հետ աշխատեն, որովհետեւ դա շատ դժվար աշխատանք է, նամանդ եթե խումբն էլ մեծ է, նրանք մոտենում են ամեն մեկին, յուրաքանչյուրին արդեն ճանաչում են, թե նա ինչ հոգևոր կյանքով է ապրում, եւ երբ որ ես նայում եմ Մարիամին կամ Արտաշեսին, մտածում ինչ հրաշալի ծնունդներ են իրենք, որ կարողանում են այդքան ջանք, երանգ, համբերություն հատկապես դնել այդ գործի մեջ եւ մենք սիրով ենք հիշում ամեն վարքյանը նրանց հետ աշխատելիս։ Շնորհակալություն Տիկին Վարդուհի, ես այս խոսքերը նաեւ ընդունում եմ մեր ամբողջ թիմին, որովհետեւ իսկապես ձեր երախտապարտ լինելը մեզ դրթում է ավելին անել։ Շնորհակալություն։